պատմությունը այլևս չկրկնվի։ Ինչպես ամեն տարի, ուրեմն այս օրը ապրիլի 24-ը, այսինքն 23-ին ջահերթն է լինում, ինձ համար դա երթումը նորոգելու օր է։ Եվ այն, որ ասում են հերիքա սկանք եւ այլն, սկալու խնդիրը չի, այլ մենք պետք է հասկանանք, որ 1.5 միլիոն հայ լույս դարձան մեզ համար, որովհետեւ մենք գնանք հարադեվության ճանապարհով, որովհետեւ հարադեվի մեր ազգը եւ նաեւ այսօր մեր պետությունը պետք է հարադեվի եւ մեր ներկայությունը այստեղ հենց հարանորոգելու, երթումը հարանորոգելու կարևոր օր է։ Իհարկե, ես չեմ սպասում, ինչպես իմ ընտանիքը, չենք սպասում, որ ապրիլ 24-ը գա, որովհետեւ մենք մեր ինքնության տերը կանգնենք, մեր ազգային թե անցյալի, թե այսօրվա, թե գալիքի տերը կանգնենք, ամեն օր մենք ապրում ենք դրանով, բայց այսօր, ինչպես ասվում է, այսօր հավաքական աղոթքի օր է, հավաքական աղոթքը շատ ավելի կարծում եմ շուտ կհասնի Աստծուն եւ ես կարծում եմ, որ որովհետեւ չկրկնվի, պետք է ուժեղ լինենք։ 44 օրյա պատերազմից հետո ցեղասպանագետ Հենրի Թերիոն, ժամանակակից ցեղասպանագետը, ահազանգել էր, որ Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի հանդեպ կատարվածը չպատժվելու հետևանքով, դրա չպատժման հետևանքով հաջորդը Արցախի էթնիկ զտումն է լինելու, Արցախի ցեղասպանությունը։ Ցավալիորեն չսխալվեց գիտնականը եւ նա նշել է, որ եթե Արցախը մարսեն, հաջորդը լինելու է արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ինչպես թույլ չտալ, որ այս շղթան գա եւ հասնի նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Թույլ չտալու համար, ինչպես ասացի, մենք պետք է մեր իրավունքների տեր կանգնենք, թե ազգային եւ նաեւ պետական իրավունքների տեր կանգնենք։ Տեր կանգնենք ոչ թե խոսքով, այլ նաեւ մեր գործով։ Եվ ընդհանրապես յուրաքանչյուր հայ պետք է պատկերացնի։ Ուրեմն իհարկե ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի պատժվում։ Եվ մենք մեր պահանջով մենք ոչ պատերազմասեր ենք, ոչ էլ ագրեսիայի ինչ-որ հակումներ ունենք, բայց հենց թուրք ժողովուրդը պետք է ինքը ընդունի, որ իր նախորդ ծերունդը ցեղասպանություն է գործել։ Չեն ընդունում, հիմա էլ իշխանություններն ասում են խաղաղության օրակարգեր ունենք։ Խաղաղության օրակարգը ես չեմ կարծում նշանակում է դու քո արժանապատվությունը պիտի դեն գցես, պիտի դու չունենաս քո արժանապատվությունը։ Մենք բոլորս խաղաղասեր ենք։ Հայ ժողովուրդը բոլորը գիտեն, մենք երբեք զավթող չենք եղել, մենք երբեք պատերազմ հրահրող չենք եղել, մենք հարձակվող չենք եղել, միշտ էլ պաշտպանվել ենք։ Դրա համար խաղաղություն լինելու համար էլ իմ պատկերացմամբ պետք է թուրք ժողովուրդը ընդունի, որ իր նախորդները ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ։ Եվ դա իրականություն է, թուրքն էլ է ճանաչում դա, բայց չեն բարձրաձայնում։ Դրա համար ես ասում եմ, մենք ենք խաղաղասերը, իրենք խաղաղասեր չեն, իրենք խաղացնում են խաղաղասիրությունը եւ այսօր, քանի որ իրենք այսօր այստեղ այդ նույն դրամատրությունը եւ դրամադրվածությունը ունեն նաեւ այստեղ որոշ մարդիկ, որոնք որ այդ նույն դրամադրվածությունը ունեն, դրա համար այդ օրակարգն են տարածում, թե ավելի լավ է մենք թողնենք պատմական արդարությունը դա սին երևույթ է, չգիտեմ ինչ է եւ այլն։ Ոչ, ես ցեղասպանությունը եւ հայրենազրկում տեսած ընտանիքի Գերդաստանի զավակ եմ։ Սա իրականություն է։ Իմ ամբողջ Գերդաստանից մեծ հայրս էր մնացել։ Բայց դա իրականություն չէ, ինչի մասին է խոսքը։ Դրա համար ես ասում եմ, սիրելի ժողովուրդ, մենք պետք է տեր կանգնենք մեր ազգային եւ պետական իրավունքներին։ Պատմական արդարությունը դա հասարակ պահանջ է, որ մեր հայ ժողովուրդը պետք է ունենա։ Շնորհակալ եմ։
Ուրիշ։